Մի տատիկ ասում է. «Տղաս, խնդրում եմ մի քիչ շատ խոսիր մեր ապրելակերպից, մինչև սրանց ուղեղին հասնի»։ Ասում է. «Գիտես ինչքան դաժան բան է, երբ չես կարողանում ուտել այնքան, ինչքանի պահանջ ունես, խմել են դեղերը, որը նշանակել է բժիշկը, հագնվել ոչ թե ինչ ձեռքդ ընկնում է, այլ մի քիչ նորմալ շոր, մանավանդ որ տարեցես շատ շորի կարիք չունես»։ Գիտեք, սրանք որ նոր էին եկել իշխանության, մետրոյով երթևեկող մեկին նշանակել էին նախարար, ասենք այնպես չէ, որ մյուս նշանակածները բուգատիներով էին ման գալիս, այդ հիմա է տես։ Այդ մետրոյով երթևեկողը հայտարարագրել է, գիտեք ինչքան եկամուտ, տարեկան 500,000 դրամ, ամիսների բաժանած կազմում է 46,000 դրամ ամսական, թոշակի չափ գումար։ Այսօր տարեկան եկամուտը նրա 22 միլիոն դրամ է, ամսական կազմում է 1,8 միլիոն դրամ, 4 տարվա թոշակի չափ գումար մեկ ամսում ստանում է։ Դե հիմա թող ինքը ասի, այն թոշակով, որ իրենք են տալիս, ոնց ապրի մարդը, որին ի դեպ իրենք են հռչակել գերագույն արժեք։ Մի պապիկ մի օր աջափնյակում ընկել ոտքը վնասել էր։ Մարդիկ հավաքվել առաջին օգնություն էին ցույց տալիս։ Ու ինչ է պատմում։ Խանութներով ման էր եկել, գներն ուսումնասիրել, թե որտեղ է ավելի էժան։ Մի խանութում ձեթը 20 դրամով էժան էր եղել, այն մի խանութում մածունը 10 դրամով էր էժան եղել։ Այնքան էր այդ 81 տարեկան պապիկը քայլել այս կողմից այն կողմ, այս խանութից այն խանութ մի երկու բան գնելու համար, ընկել վնասել էր ոտքը։ Ասում ես թոշակ բարձրացրեք, պատասխանում են, որ բարձրացնենք բոլորը վատ կապրեն, չբարձրացնելով, որ հաստատ վատ են ապրում, այդ հաստատ, ոչինչ, եկեք մի հատ էլ բարձրացնելով փորձեք։